Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am։ Երեքամյա երեխայի առերևույթ սպանության կատարած անձը 2 ամսով կալանավորվել է։ Ծափաթաղում անհետացած երեքամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դիակի մարմնի գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ։ Դատարանը որոշում է կայացրել 1 ամսով կալանավորել ձերբակալված Գարեգին Բեի եղբորը Գևորգ Ներսիսյանին եւ վերջինիս որդուն Համբարձում Ներսիսյանին։ Հարուցվել է հանրային քրեական հետապնդում, քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը հատկանիշներով։ Գլխավոր դատախազությունը դատարան է հանձնել Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը 2024 թվականի հոկտեմբերի 26-ին զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության եւ բացահայտ հափշտակության մասնակիցներ Նվեր Ծառուկյանի անվտանգության 3 աշխատակիցների վերաբերյալ քրեական վարույթից անջատված նյութերը։ Վերջիններիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գույքի պահպանման համար նախատեսված միջոցը վնասելով կողոպուտ կատարելը, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հանցանք կատարող անձին աջակցելը հատկանիշներով։ Հակակոռուպցիոն կոմիտեն հիմնավորել է, որ 2008-2015 թվականների ընթացքում Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Կարապետ Գուլոյանն իր պաշտոնական դիրքը օգտագործել է ծառայողական շահերին հակառակ եւ համայնքի վարչական սահմաններում գտնվող բնակավայրերի ընդհանուր օգտագործման 65 հողատարածքները, այդ թվում հրապարակները, ճանապարհները, զբոսայգիները, պուրակներն ու գործառնական նշանակություններով տարածքները ուղղակի վաճառքով կամ կեղծ աճուրքների միջոցով օտարել տարբեր ֆիզիկական անձանց, որի հետևանքով քաղաքացիները զրկվել են համայնքապատկան հողատարածքներից օգտվելու հնարավորությունից։ Այդ Գուլոյանը օրինականացրել է հանցավոր գործունեության հետևանքով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքերը։ Մեղադրանք է ներկայացվել 123 դրվագով։ Վերջինս ընդունել է իրեն ներկայացված մեղադրանքն ու ամբողջությամբ վերականգնել համայնքին պատճառված 261 միլիոն դրամի վնասը։ Նրա նկատմամբ որպես համակցված այլընտրանքային խափանման միջոցներ են կիրառվել 40 միլիոն դրամի գրավն ու բացակայելու արգելքը։ Նոյեմբերի 3-ին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Շենգավիթ վարչական շրջանի հասցեներից մեկը, որտեղ հայտնաբերել է երեխայի մարմին, պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 2 ամսական Ռոբերտն է։ Հոկտեմբերի 28-ին տեղեկություններ են ստացվել, որ կոտրել են Երևանի Բագրատունյա Սպողոտայի 44 կոտրակ 2 հասցեում գտնվող Սքո սրահի ապակիները։ Տեղում Երևանի բնակիչ 68-ամյա Հասմիկը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ է կոտրել նշված հասցեում գտնվող Սքո սրահի ապակիները, մուտք գործել ներս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել, այդ կերպ պատճառելով մոտ 500,000 դրամի գույքային վնաս։ Գլխավոր դատախազ Աննա Վերթիհպետյանը բավարարել է Գերմանիայի իրավասու մարմնի միջնորդությունը բնակարան ապօրինի մուտք գործելով խոշոր չափերով գողություն կատարելու, գողության փորձի եւ ուրիշի գույքը վնասելու համար մեղադրվող ԷՔ-ին հանձնել է Գերմանիայի իրավասու մարմիններին։ Նոյեմբերի 2-ին Կրասնոդար Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է տարվել ու ձերբակալվել Լոռու մարզի բնակիչ 44-ամյա մի տղամարդ, որ օգոստոսի 25-ից Ուկրաինայի կողմից հետախուզվում էր կեղծիքի եւ փողերի լվացման մեղադրանքով։ Նոյեմբերի 3-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Տարոն 4 թաղամասի Լեռնային փողոցի տներից մեկում տեղի ունեցել փլուզում։ Պարզվել է, որ տանը շինարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ տեղի ունեցել տանիքի եւ առաստաղի մասնակի փլուզում մոտ 20 քառակուսի մետր, ինչի հետևանքով քաղաքացին մնացել է փլատակներում։ Փրկարարները փլատակներից դուրս են բերել քաղաքացու դին։ Նոյեմբերի 3-ին Եղվարդ աշտարակ ավտոճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 29-ամյա Վրեժն իր վարած Volkswagen Magnus-ի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու հայտնվել զորակում, ինչի հետևանքով ավտոմեքենայի գազաբալոնը պոկվել է։ Ուղևոր Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Գոռը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Նոյեմբերի 4-ին Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Կարենի վարած Mercedes եւ Երևանի բնակիչ 31-ամյա Արփինեի վարած BMW X6 Magnus-ի ավտոմեքենաները։ Mercedes-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղում, BMW X6-ը բախվել ծառին։ BMW X6-ի 4 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց։ Նոյեմբերի 3-ին Երևանի Միասնիկյան պողոտայում բախվել են 57-ամյա Իշխանի վարած Hyundai եւ 23-ամյա Տարոնի վարած Lada Magnus-ի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է Երկաթը Էլեկտրասյանը, իսկ Hyundai-ին Perdone արգելապատնեշին։ Lada-ի ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց։ Հոկտեմբերի 31-ին ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից Շենգավիթ վարչական շրջանում իրականացրած ուժեղացված հսկողության ընթացքում հայտնաբերվել են մարիխուանա թմրամիջոցի 9 փաթեթ, կաթուցիչ եւ դանակ, բացահայտվել է գողության 1 դեպք։ Միաժամանակ հայտնաբերվել է նաեւ ապօրինի պահվող 3 ատրճանակ։ Ուժեղացված միջոցառումները կրում են պարբերական բնույթ։